Քույրեր եղբայրներ, այսօր շարունակում ենք մեր քարոզաշարքը Հիսուսի փոխակերպման նշանակության մասին ենք խոսում։ Սա տաղավարած տոներից մեկն է եւ կարեւոր նշանակություն ունի։ Քանի որ ինքը ունի խորքային մեծ նշանակություն։ Եվ ինչպես անցյալներում ասացի, ցավոք սրտի այս տոնը շատ հաճախ ստվերվում է լոկ միայն ազգային մեր ավանդույթները պահելով կապված վարդավառի տոնի հետ եւ այդ իրար ջրելու սովորությամբ ես դրա դեմ կռիվ չունեմ տալու ես սիրում եմ իմ ժողովուրդը սիրում եմ ազգային ավանդույթները որոնց մեջ եթե չկա հակասուրբ գրային բաներ եւ այդ տոնի մեջ չկա հակասուրբ գրային բաներ այո ժամանակին այն իմաստային այլ բան է ունեցել հա ինչ որ պաշտամունքային ծես է եղել բայց դա մակրագործվել է եւ չկա այսօր ոչ մի պաշտամունքային ծես իր մեջ չի պարունակում այն լոկ վերածվել է խաղի ազգային խաղի է վերածվել եւ ինչու՞ չէ եթե մի բան պետք է մի դրական լիցք մի ուրախության լիցք պետք է հաղորդի իմ ժողովրդին ես միայն դրա համար ուրախ եմ մանավանդ այն մեզ նա մատնանշում է մեր դարավոր պատմությունը մեր ազգային անցյալը հա մեր հարուստ անցյալը հիմա կլինեն ազգեր, որոնք որ չունեն ավանդույթներ, ավելի նորաստեղծ ազգեր են, ժողովուրդներ են եւ իրենց քրիստոնեության ընկալման աղապարի մեջ չի տեղավորվում այսպիսի բաները եւ նրանք բնականաբար իրենց ուսուցումներով փորձում են ինչ-որ կրոնական ուղղությունների այդպես բան անել ներշնչել, որ գիտեք ինչ, դա սխալ է, դա վատ է, դա էս է, դա այն է Քանի որ իրանք չունեն այդ անցյալը, չեն անցել այդ ուղին հազարամյակների, հա, եւ այդպես են անցալում, բայց մենք պետք է մնանք կարճած մեր արմատներին, մնանք կարճած մեր ազգային ուրեմն արմատներին եւ փառք Աստծո դրա համար։ Սակայն պետք է կարողանանք այդ զանազանության հոգին ունենալ եւ կարողանալ տարբերակել որն է խաղը, որն է ուրեմն չգիտեմ խաղը, պարը, պաշտամունքը որն է, սրանք էս ամեն ինչ իրարից պետք է զատել եւ պետք է կարողանանք տալ ճշմարիտ ուսուցում։ Դրա համար ես այսքան կարեւոր նշանակություն եմ տալիս այս ուսուցմանը, հասկանալու համար թե ինչ է նշանակությունը, պայծառակերպության նշանակությունը, տարբեր անվանումներով է կոչվում տոնը։ Եվ ինչպես նշեցինք այն Քրիստոսի աստվածայնության տոններ, նաեւ օրենքի եւ մարգարեների ներկայացուցիչները երկու ներկայացուցիչներ Մովսեսը եւ Եղիան, որոնք որ հայտնվեցին այլակերպության լեռան վրա, այդպիսով նրանք հաստատեցին մարգարեների, այսպես ասած, վավերացումը տվեցին Հիսուսի Քրիստոս լինելու վերաբերյալ։ Հա իրենց ներկայությամբ հաստատեցին, որ բոլոր մարգարեությունները, օրենքը եւ մարգարեությունները խոսում էին ճիշտ նրա մասին մատնանշելով Հիսուս Քրիստոսին եւ մենք խոսեցինք որ բազմաթիվ հարյուրավոր մարգարեություններ կան հին ուխտում որոնք վերաբերվում էին Քրիստոսի կյանքին եւ որոնց իրականացումը մենք տեսնում ենք նոր կտակարանում ես դրանցից առանձնացրել եմ մի քանիսը եւ դրանք եմ ձեզ մատուցում ներկայացնում Սրանով մենք ոչ միայն վերահաստատում ենք Հիսուսի Քրիստոս լինելը, այլ նաև մենք սրա մեջ տեսնում ենք Աստվածաշնչի հրաշալի ծագումը, հրաշագործ լինելը, նրա աստվածային ակունքները, որովհետև չէր կարող այդքան ճշգրտությամբ իրականանային այս բոլոր մարգարեությունները, եթե այն չունենար աստվածային ծագում։ Խոսեցինք Հիսուսի ծնունդի եւ նրա տոհմաբանության մասին, խոսեցինք Հիսուսի ծառայության եւ նրա գործերի մասին, որոնք որ նույնպես մարգարեացված էին հին ուխտում եւ տեսնում ենք նոր կտակարանում իրականացրած այսօր եւս մի կարեւոր թեմայի մասին եմ ուզում խոսել, այն է կանխագուշակում սեփական ժողովրդի կողմից մերժվելու մասին։ Հին կտակարանը կամ հին ուխտը կամ օրենքը կամ մարգարեները, ինչպես կուզեք կոչեք այն կանխագուշակում էր, որ Հիսուսը այդպես հեշտությամբ չի ընդունվելու որպես Քրիստոս իր ժողովրդի կողմից եւ ավելին նա մերժվելու է
իր ազգակիցների կողմից։ Այնպես որ հрьяաների կողմից մերժումը Քրիստոսի սա ոչ թե մեր մեջ կասկած պետք է բերի, որ ուրեմն դժվար թե նա Քրիստոսը լիներ, այլապես նրանք չէին մերժի, քանի որ նրանք լավ գիտեն Սուրբ Գիրքը։ Ոչ, մենք տեսնում ենք Աստվածաշնչով, որ մարգարեացվել էր, որ պետք է իր ժողովուրդը մերժեր Քրիստոսին։ Մենք տեսնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսը դրա մասին մի առակ է պատմում եւ ուզում եմ անդրադառնանք դրան Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 33-ից 46-րդ համարները ուրիշ առակն ալ լսեցեք տանտեր մկար որ այգիմը տնկեց ու ցանկով պատեց զանիկա եւ անոր մեջ հնձան փորեց ու աշտարակ շինեց եւ զանիկա մշակներուն հանձնեց ու ինքը օտար երկիր մը գնաց Երբ պտուղի ժամանակը մոտեցավ, իր ծառաները մշակներուն ղրկեց, որպեսզի անոր պտուղները առնեն։ Մշակները անոր ծառաները բռնեցին, մեկը ծեծեցին, մյուսը սպանեցին, ուրիշը քարկոծեցին։ Նորեն ծառաներ ղրկեց, առաջիններեն շատ եւ անոնցալ նույնպես ըրին։ Վերջը իր որդին ղրկեց անոնց ասելով թերևս ամաչեն իմ որդուցս բայց մշակները երբ տեսան որդին իրարու ասացին ասիկա է ժառանգորդը եկեք զանիկա սպանենք ու անոր ժառանգությանը տիրանանք առին նրան այգիեն դուրս հանեցին ու սպանեցին Երբ այգիի տերը գա, ինչ պիտի անի այդ մշակներուն, ըսի նրան, այն չարերը չարաչար պիտի կորսնցնե եւ այգին պիտի հանձնե ուրիշ մշակներու, որոնք պտուղները իրենց ժամանակին պիտի տան իրեն։ Ըսավ անոնց Հիսուս, բնավ չեք կարդացել գրքին մեջ այն քարը, որ շինողները անարգեցին, Անիկա անկյունի գլուխ եղավ։ Ասիկա տիրոջ մեն եղավ եւ զարմանալի է մեր աչքերուն։ Անոր համար ասում եմ ձեզ, թե Աստծո թագավորությունը ձեզ մե պիտի առնվի եւ այնպիսի ազգի մը տրվի, որ անոր պտուղ բերե, ով որ այս քարին վրա ընկնի, պիտի կորսվի, որու վրա ընկնի, պիտի փշրե զանիկա։ Երբ քահանաները եւ փարիսեցիները Անոր առակները լսեցին, իմացան, որ իրենց մասին կսեր։ Եվ կփնտրեին, թե ինչպես բռնեն զանիկա, բայց ժողովրդեն վախցան, վասնզի մարգարեի պես կընդունեին զանիկա։ Փառք Տիրոջը իր խոսքի համար։ Հիսուս շատ հաճախ կարևոր ճշմարտություններ իր հետևորդներին փոխանցում էր առակների միջոցով, առակներ պատմելով, այսինքն նա բերում էր կյանքից օրինակներ բացատրելու համար կարևոր հոգևոր ճշմարտություններ, որպեսզի ժողովրդի համար ավելի ընկալելի լինի, ավելի հասկանալի լինի։ Եվ այստեղ կարևոր ճշմարտություններ է փոխանցում մեզ Տեր Հիսուս Քրիստոսը։ Նախ այգին խորհրդանշում է Իսրայելը, Իսրայել ժողովուրդը, Իսրայելը տնկողը Աստված է։ Աստված էր, որ գերության մեջ, ստրկության մեջ ապրող, մի կերպ գոյատևող ժողովրդին իր հրաշագործություններով դուրս հանեց Եգիպտոսի ստրկությունից, անապատով անցկացնելով նրանց տվեց օրենքներ, որոնցով նրանք կարող էին մաքրագործվել, սրբագործվել, ձևավորվել որպես ազգ, ունենային սեփական օրենսդրությունը, սեփական կանոնադրությունը, սեփական սահմանադրությունը, որպեսզի կարողանային որպես ազգ ոչ թե ապրեին քաոսիկ վիճակի մեջ, այլ ունենային ձևավորված հավատալիքների չափանիշներ, ստրուկտուրա, շփման, հարաբերության, գործի, կարգ ու կանոն, որ ազգ որպես ձևավորվեին ու կազմավորվեին։ Այս իսկ պատճառով Տերը նրանց տվեց պատվիրաններ, օրենքներ եւ այլն, որոնք իրենց մեջ ունեին խորհրդանիշներ իհարկե, եւ խորքին, երբ որ նայում ենք այդ խորհրդանիշները, դրանք վերաբերվում էին Հիսուս Քրիստոսին եւ այլն։
Այսպիսով Աստված է այգեպանը կամ Աստված է այգու տերը, որը որ տնկեց այգին։ Հաջորդիվ մենք տեսնում ենք, որ երբ որ պտղի ժամանակը եկավ, Աստված ուղարկեց սպասավորների կամ ուղարկեց իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ, որպեսզի գնան ակնկալված պտուղը վերցնեն։ Բայց մենք տեսնում ենք, որ մշակները հալածում են, մշակները ծեծում են, մշակները քարկոծում են, մշակները սպանում են ուղարկված ծառաներին։ Այս ծառաները խորհրդանշում էին մարգարեները, Աստծո մարգարեները։ Այսինքն Աստծո պատգամաբերներն էին նրանք, ովքեր էին մարգարեները։ Մարգարեները ոչ թե գուշակներ էին, ապագան գուշակողներ էին, այլ նրանք Աստծո պատգամները փոխանցողներն էին։ Այդ պատգամները կարող էին վերաբերվել անցյալին, այդ պատգամները կարող էին վերաբերվել ներկային եւ այդ պատգամները կարող էին վերաբերվել ապագային։ Մարգարեները ինչ որ հատուկ գուշակի կարողություններով օժտված չէին նրանք։ Նրանք պարզապես Տիրոջից առնում էին, ինչ որ Աստված ասում է, իսկ Աստված ժամանակի սահմաններից դուրս է եւ նրա համար երեկը, այսօրը եւ վաղը ներկա պահ է։ Այսինքն ամեն ինչ նրա աչքի առաջ է։ Եվ իր մարգարեների միջոցով նա խոսում էր իր ժողովրդի հետ։ Սակայն տեսնում ենք, որ մարգարեներին հալածում էին մշակները։ Թեև մենք տեսնում ենք, որ դարերի ընթացքում նրանք հպարտանում են իրենց մարգարեներով, ինչ տեսակ մարգարեներ են ունեցել, սակայն երբ որ կարդում ենք այդ ժամանակաշրջանը, երբ ապրել են մարգարեները, տեսնում ենք, որ այդքան էլ բայրացակամ չեն եղել այս ժողովուրդը, այդքան էլ լավ վերաբերմունք չի ցուցաբերել Աստծո մարգարեների հանդեպ։ Նրանց հալածել են, նրանց քարկոծել են, որովհետև ճշմարիտ Աստծո մարգարեն երբեք չի խոսել մարդկային շահերից, այլ նա խոսել է Աստծո ճշմարտությունները, անկախ նրանից դա մարդու շահերի հետ համընկնում է, չի համընկնում, նրա ականջին հաճո է հնչում այդ խոսքերը, թե հաճո չի հնչում։ Դե վերջապես որ մեկիս ականջին է հաճո հնչում քննադատությունը կամ մեր անձի արարքների, ասենք, վարքի կամ շարժառիթների քննադատությունը, որ մեկիս ականջին է հաճո հնչում։ Ոչ մեկիս, սիրելիներ, բայց Աստծո խոսքը մեր ճաշակով չպետք է լինի, մեր սրտի ուզածով չպետք է լինի, Աստված չի համագործակցում մեր սրտի հետ։ Աստծո նպատակը այն չէր, որ իր ժողովրդի հետ համերաշխ հալալ զուլալ ապրեին իրար հետ։ Աստծո փափագը չէր, Աստծո փափագը այն էր, որ այդ ժողովուրդը սրբվեր, մաքրվեր, ուղղվեր, վերջապես պտղաբեր դառնար եւ ակնկալիք պտուղները տար իրեն։ Եվ այդ պտուղները ինչ էր, այդ պտուղները Աստված պաշտության պտուղներ, այդ պտուղները արդարության պտուղներն էին, այդ պտուղները աշխարհի մեջ լույս լինելու պտուղներն էին, որ պետք է տար այս ժողովուրդը։ Բայց նրանք փոխարենը ինչ արեցին։ Փոխարենը Աստծո մարգարեները սպանեցին, Աստծո մարգարեներին հալածեցին։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանով չի վերջանում ամեն բան, ասում է հետո տանտերը կամ այգեպանը որոշում է իր որդուն ուղարկել մշակների մոտ, թերևս ասում է իր որդուց ամաչեն, երկյուղեն, էլի ասեմ վերջապես այս հողի տիրոջ զավակն է, ոնց մեզ թույլ տանք այն բաներ, ինչ որ թույլ տվեցինք մարգարեների հանդեպ, բայց տեսնում ենք սրանք ավելի են կատաղում, ավելի են բարկանում, ասում են, այսպիսի հնարավորություն կա, ուրեմն վերցնենք որդուն սպանենք, որպեսզի ժառանգ չլինի, այս ամեն ինչը մնա մեզ։ Այստեղ մատնանշում է Իսրայել ժողովրդի նյութապաշտ, այդ նյութասեր, որ նա պատրաստ է Աստծո դեմ կռիվ տվող։ Իսրայել դա է նշանակում։ Աստծո դեմ մարտնչող։ Մենք տեսնում ենք այստեղ էլ Աստծո դեմ մարտնչում են եւ հպարտ են դրանով։ Եվ ինչ են անում, Աստծո որդուն վերցնում ու սպանում են։ Մարգարեներին են սպանում եւ Աստծո որդուն են սպանում։ Եվ այստեղ Հիսուս նրանց հիշատակում է մի խոսք 42-րդ համարն ասում է սավ անոնց Հիսուս բնավ չեք կարդացել գրքի մեջ այն քարը որ շինողները անարգեցին անիկա անկյունի գլուխ եղավ ասիկա տիրոջմեն եղավ եւ զարմանալի է մեր աչքերուն այստեղ Տեր Հիսուս հիշատակում է Սաղմոսներից խոսք որին ուզում եմ ես անդրադառնալ Եվ այդ խոսքը պատահական չէր գրված
Այլապես Հիսուս ինքը չէր մեջբերի այդ խոսքը։ Այս խոսքը ճիշտ այս վիճակին էր վերաբերվում, եւ ո՞րն էր այդ վիճակը։ Աստծո ժողովրդի մերժելը Քրիստոսի։ Սաղմոս 118:20-22 համարներ։ Այս է Տիրոջը դուռը, արդարները ասկե պիտի մտնեն։ Կգոհանամ քեզ մե, որ ինձ պատասխան տվիր ու ինձ փրկություն եղար։ Այն քարը, որ շինողները անարգեցին, անկյունի գլուխ եղավ։ 23-ը ասիկա Տիրոջ մեն եղավ եւ զարմանալի ասիկա մեր աչքերուն։ Ուրեմն տեսնում ենք Հիսուս մեջբերում է Սաղմոսներից այս հատվածը։ Եվ նա ուղղակիորեն ասում է, որ այսօրվա ձեր վարքագիծը, ով Իսրայել ժողովուրդ, մարգարեացվել էր դեռևս Սաղմոսների մեջ, Դավթի միջոցով այն մարգարեացվել էր, որ դուք մերժելու եք Աստծո որդուն։ Դուք մերժելու եք նրան։ Ում են մերժելու։ 20-րդ համարն ասում է, այս է Տիրոջը դուռը, արդարները ասկե պիտի մտնեն։ Շեշտում է, ասում է, սա է Տիրոջը դուռը եւ արդարները այստեղից պետք է մտնեն։ Մի պա այստեղ կանգ առնենք, չփակենք այս հատվածը, բայց կուզեմ միասին ընթերցենք Հովանո ավետարան 10-րդ գլուխ 9-րդ համարը։ Ես եմ դուռը, եթե մեկը ինձ մե ներս մտնի, պիտի փրկվի ու պիտի մտնե ելնե արոտ գտնե։ Հիսուս հայտարարում է, որ ինքն է դուռը։ Սաղմոսների մեջ ասում է այս է Տիրոջը դուռը, արդարները ասկե պիտի մտնեն։ Նոր Կտակարանում, Հովհաննեսի ավետարանում Հիսուս հայտարարում է, որ ես եմ դուռը։ Ես եմ փրկության դուռը։ Ես եմ կյանքի դուռը, ես եմ արդարների դուռը։ Այս դռնից պիտի ներս մտնեն ու արոտ գտնեն, կյանք գտնեն, փրկություն գտնեն, ուրախություն գտնեն։ Այս խավարի բնակիչների կամ խավար աշխարհի բնակիչների համար մեկ լույսի դուռ կա։ Մեկ դուռ կա, որ տանում է դեպի հավիտենական լույսը։ Դռներ տարատեսակ դռներ չկան, մեկ դուռ է, որ տանում է փրկության, տանում է կյանքի։ Ուրիշ հույս աշխարհի բնակիչները չունեն, թանկագիններս։ Իսրայելը տառապում էր գերության մեջ, Իսրայելը տառապում էր օտար նվաճողների լուծի տակ։ Մանավանդ Հիսուսի ժամանակ, շատ ծանր ժամանակաշրջան էր դա նրանց համար։ Եվ նրանք սարսափելի տառապանքների ցավի մեջ էին, դժգոհությունների մեջ էին եւ այլն։ Եվ Աստված ողորմության դուռ բացեց նրանց համար։ Եթե այլ դռների մասին խոսենք, այլ դռները դրանք մարգարեներն էին, որոնք որ ուղղորդում էին դեպի կյանքի դուռը, միակ ճշմարիտ դուռը, որտեղ վերևի համարն էլ խոսում է բացեք ինձի արդարության դռները, անոնց մեջ մտնեմ, Տիրոջը գոհություն մատուցանեմ, արդարության դռներ, դա մարգարեական խոսքերն էին, որոնք որ մարդուն ուղղորդում էին դեպի Աստված, բայց դուռը, կյանքի դուռը, Տիրոջ դուռը, որտեղից որ պիտի մտնեն արդարները, դա Հիսուս Քրիստոսն է, փրկության դուռը։ Հիմա աշխարհիս վրա եկեղեցիները նույնպես փոքրիկ դռներ են։ Դրանք դռներ են բացված աշխարհի բնակիչների համար, որ իրենք կարան գան, մտնեն այդ դռնից ու ուղղորդվեն, գնան դեպի հավիտենական դուռը, կյանքի դուռը, որը է Հիսուս Քրիստոս։ Այսինքն մենք միջոց պետք է ծառայենք, որ մարդիկ անցնեն այդ դռնով, որն է Հիսուս Քրիստոսը։ Հավիտենականությունից բացված մեկ դուռ կա, դեպի հավիտենականություն տանող բացված մեկ դուռ կա, դա Քրիստոս Հիսուսն է։ Ինչպես Նոյի ժամանակ մեկ դուռ կար, որ կարար ծառայել որպես փրկության դուռ մարդկության համար, եւ դա տապանի դուռն էր։
Եվ այդ դուռը Աստված բացել էր մարդկության համար։ Նոյն էլ քարոզիչն էր, արդարության քարոզիչն էր իր ժամանակի, որպեսզի մարդիկ այդ դռնից ներս մտնեին։ Այսօր էլ մարդկության համար, աշխարհի համար մի դուռ կա բացված, կյանքի դուռ, տապանի դուռ, դա Քրիստոս Հիսուսն է այդ դուռը։ Այդ դուռը բաց էր իր ժողովրդի համար։ Բայց տեսնում ենք, որ այդ ժողովուրդը անարգեց, մերժեց, չմտավ այդ դռնից ներս։ Իսկ ինչ տեղի ունեցավ հետո։ Պատմությունը, երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ 70-ական թվականներին սարսափելի ծանր փորձություններով անցավ Իսրայելը։ Անտանելի փորձություններով անցավ Իսրայելը։ Տիտոս զորավարը հռոմեացի եկավ եւ շրջապատեց, նա հյուսիսի Հռոմի ուրեմն զորավարն էր, որ հյուսիսի ցեղերի հետ էր պատերազմում։ Երբ որ իրավիճակը շատ լարվեց, որտեղ ըմբոստություն բարձրացավ, զիլոտները ուրեմն սկսեցին կռիվ տալ Հռոմի ներկայացուցիչների հետ, հա, որ Պիղատոսին հաջորդեցին, եւ մի պահ նրանք հաղթանակ տարան, եւ այդ իրանց մեջ հույս ծնվեց ու սկսեցին կոտորել, սպանել հռոմեացի զինվորներին եւ այլն, կայսրը որոշում կայացրեց եւ հյուսիսից շատ իր դաժանությամբ հայտնի զորավար բերեց Տիտոսին, որը որ հետո դարձավ Հռոմի կայսրը դարձավ։ Եվ Տիտոսը եկավ եւ պարզապես շրջապատեց ամբողջ Երուսաղեմը։ Բոլոր մուտքերն ու ելքերը փակեց, ամիսներով փակեց եւ բավական ժամանակ անց, երբ արդեն ջուր չկար, սնունդ չկար, մարդիկ սկսեցին իրենց երեխաներին ուտել եւ այս ծանր սարսափելի պայմանների մեջ հայտնվեց Իսրայելը եւ ուրիշ ճար չկար։ Կոտորածը սկսվեց, հարձակումը սկսվեց, այլևս իրենց զինվորները այնքան անուժ էին, որ նրանք ոչ մի դիմադրություն չէին կարող ցուցաբերել հռոմեացիներին։ Նրանք ներս մտան քաղաք ու համատարած սկսեցին սպանել։ Այս ժամանակաշրջանի համար էր, որ Հիսուս մարգարեացել էր, ասել էր, որ ձեր փրկությունը լեռներից պիտի գա։ Որովհետև քաղաքը պաշարողներին Տիտոսը տվեց հնարավորություն փախչելու քաղաքից։ Քրիստոնյաները, որոնք որ Երուսաղեմում էին այդ ժամանակ, հիշեցին Հիսուսի խոսքերը եւ թողեցին ու լեռները ելան։ Իսկ նրանք, ովքեր որ չէին հավատում Հիսուսին, հավատում էին իրենց հաղթանակին, որ հեսա բան եւ այլն, իրանք չգիտեն, որ իրանք համար ժամանակին փրկության դուռ բացվել էր, ու իրանք այդ դռնից ներս չէին մտել։ Իրանք կարծում են, որ հեսա իրանք մենք մեր ուժերով հեսա դուռ ենք բացելու կյանքի, փրկության եւ այլն։ Ելան Հռոմին ջարդելու ենք, ես ենք անելու, են ենք անելու։ Չկարողացան, ոչ մի բան չկարողացան։ Իրանք սեփական զավակներին էին ուտում սովից։ Եվ հռոմեացիները ներս մտան ու ջախջախեցին, կոտորեցին, քաղաքը հողին հավասարացրեցին, մտան տաճար ու տաճարը քար ու քանդ արեցին, քարը քարի վրա չթողեցին, որի համար նույնպես Հիսուս մարգարեացել էր։ Մատթեոս ավետարան 24-րդ գլխում մենք տեսնում ենք, որ աշակերտները հիացմունքով ցույց էին տալիս տաճարի շենքերը եւ այլն, Հիսուսն ասաց, այս ամեն ինչից ոչինչ չի մնալու, քարը քարի վրա չի մնալու։ Եվ շատ չանցած այդ ամեն ինչը իրականացավ, այդ մարգարեությունը իրականացավ։ Տաճարը հողին հավասարացրեցին։ Կարծես թե այդտեղ ոչինչ չի եղել, ու այսօր տաճարից ոչ մի քար գոյություն չունի։ Ոչինչ։ Այդ որ ասում լացի պատը կապ չունի տաճարի հետ, սիրելիներս։ Ոչ։ Լացի պատը Պարիսպն է եղել։ Պարիսպն է եղել, հիմքերը հողի տակ են, հետագայում դրա վրա արաբ իշխանները կառուցել են։ Ուղղակի այդ ամենամոտ կետն է, որ լացի պատ է կոչվում, ամենամոտ կետն է, որտեղ որ գալիս են հрьяաները աղոթք անելու, որ իրենց տաճարի, որտեղ հիմա տաճարի տեղը մզկիթ է կառուցված, գալիս են այդտեղ աղոթք անելու, ամենամոտ կետին աղոթք անելու։ Անգամ այդ պատը տաճարից չի մնացել։ Գոյություն չունի, լրիվ հիմնահատակ ոչնչացրեցին պաշտամունքային վայրը։ Որտեվ իրենք կարծում էին մերժելով փրկության դուռը, որ Աստվածանից եկել էր, այդ տաճարը իրենց պետքա փրկի։
Հիսուսն ասեց քանդեք այդ տաճարը եւ ես 3 օրում կկառուցեմ։ Տաճարը քանդվեց, բայց 3 օրում կառուցված տաճարը առ այսօր կա։ Այդ տաճարը եկեղեցին է, որի անկյունի գլուխը գիտեք ով է։ Հիսուս Քրիստոսը, որի մերժման մասին Սաղմոսում Դավիթն ասում է. այն քարը, որ շինողները անարգեցին, անիկա անկյունի գլուխ եղավ։ Շինողներն ովքեր էին։ Իսրայելն էր, հրեաներն էին։ Բայց անարգեցին։ Այդ քարը անարգեցին։ Այդ քարը իրանց մեջ դրվեց։ Իրանք պետք է դառնային նոր տաճարի քարերը, բայց մերժեցին։ Մերժեցին, հաջորդիվ խոսքն ասում է, ասիկա տիրոջ մեն եղավ, այսինքն տիրոջ թույլտվությամբ սա եղավ, ինչու, եւ ասում է զարմանալի է, ասիկա մեր աչքերուն, զարմանալի է, թե ոնց Տերը կարար թույլ տար, որ այդպես լիներ, զարմանալի է մեր աչքերուն, մենք կտեսնենք ինչու թույլ տվեց Տերը։ Եսավ անոնց Հիսուս բնավ չեք կարդացել գրքին մեջ, այն քարը, որ շինողները անարգեցին, անիկա անկյունի գլուխ եղավ, ասիկա տիրոջ մեն եղավ եւ զարմանալի է մեր աչքերուն։ Այսօր համար կսեմ ձեզի, թե Աստծո թագավորությունը ձեզ մե պիտի առնվի ու այնպիսի ազգի մը պիտի տրվի, որ անոր պտուղ բերե, ով որ այս քարին վրա ընկնի, պիտի կոտրվի եւ որու վրա այս քարը ընկնի, պիտի փշրի նրան։ Մերժեցին, անարգեցին, սա Տիրոջից եղավ։ Այսինքն Տիրոջը գիտությամբ եղավ եւ Տիրոջը թույլտվությամբ եղավ։ Ոչ թե Տերը դրթեց նրանց այդպես անելու, այլ պարզապես Աստված իր իմաստությամբ նա մերժողների անկյունակար եղող Քրիստոս Հիսուսը, որը որ դուռն էր փրկության Իսրայել ժողովրդի համար, դարձրեց փրկության դուռ այլ ազգերի ու այլ ժողովուրդների համար։ Կամ այստեղ հոգնակի իմաստով չի խոսում, եզակի իմաստով է խոսում, ասում է Աստծո թագավորությունը ձեզ մե պիտի առնվի ու այնպիսի ազգի մը տրվի, որ անոր պտուղ բերե։ Այդպիսի ազգ, այդ նոր ազգը, հիմա ոմանք մեկնաբանում են, սա ասում են, մեր հայերիս մասին է խոսում։ Մենք ենք, քանի որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Այդ ազգը քրիստոնյա ազգն է։ Քրիստոսի ժողովուրդն է։ Դրա մասին արդեն Պետրոս Առաքյալն է դավանում, որ մենք սուրբ ժողովուրդ ենք, սեփական ժողովուրդ ենք, խոստունքի ժողովուրդ ենք։ Ովքեր։ Մենք քրիստոնյաներս, Քրիստոսի վրա հիմնված։ Դա Տիրոջի եկեղեցին է, այո։ Դա Տիրոջի եկեղեցին է։ Բոլոր ազգերից, բոլոր գույներից, բոլոր ռասաներից բաղկացած։ Այո, մերժվեց Իսրայելի կողմից, սակայն այն հիմնակար դարձավ մի նոր ազգի համար, մի նոր ժողովրդի համար։ Ուստի բոլոր այն խոստումները, որոնք որ տրված էր Իսրայելին, հավիտենական խոստումները, որոնք որ կարդում ենք մենք հին ուխտում, թանկագիներս, այն Քրիստոսով ժառանգում ենք մենք, նոր ազգս, նոր ժողովուրդս։ Եվ հրեությունը ինքնին ոչինչով առավել չէ, քան բոլոր մյուս ազգերն ու ժողովուրդները, որովհետև Աստծո ժողովուրդը մարմնական թլպատություն կրող ժողովուրդը չէ, այլ սրտով թլպատվածներն են, Հիսուս Քրիստոսին հավատացողներն են, ու այդ փրկության դռնով ներս մտնողներն են, որովհետև ինքն է դուռը, ուրիշ դուռ չկա։ Եթե Իսրայելը մերժում է այսօր փրկության դուռը, որը Հիսուս Քրիստոսը, այլ դուռ չկա բացված Իսրայելի համար եւ որևէ մեկ ազգի ու որևէ մեկ ժողովրդի համար։ Այդ դուռը Քրիստոս Հիսուսն է։ Ես եմ դուռը, Հիսուսն ասաց։ Ես եմ դուռը։ Եսայի 53-րդ համարը նույնպես խոսում է, որ պիտի չհավատան այս բարի լուրին։ Առաջին համարից կարդանք մինչև 3-րդ համար ասում է, ով հավատաց մեր տված լուրին։ Տիրոջը բազուկը որուն հայտնվեցավ։ Քանզի անիկա անոր առջև մատաղատունքի պես ու ծառավոտ երկրեն ելնող արմատի պես բուսավ։ Անիկա կերպարանք կամ վայելչություն չուներ, որպեսի անոր նայեինք, ոչ էլ այնպիսի երևույթը, որպեսի անկե ախորժեինք, անիկա մարդոցմե անարգվեցավ ու երեսե նետվեցավ։ Վիշտերուտեր
եւ ցավերու տեղյակ եղավ, անկե երես դարձնելու մարդուպես եղավ, անարգվեցավ ու զանիկա չհարգեցինք։ Եսային նույնպես մարգարեանում է, խոսալով Մեսիայի մասին, փրկչի մասին, որ նրան պետք է անարգեն, նրան պետք է մերժեն։ Ցավերի ու տառապանքների պիտի արժանացնեն։ Եվ վերջապես ով հավատաց մեր տված լուրին։ Այսինքն փրկության լուրը, որ Աստված բացել էր, այդ փրկության դուռը բացել էր իր ժողովրդի համար, ով հավատաց։ Ոչ մեկ էլ չհավատացին։ Մի քանի անհատներից բացի։ Սակայն այդ դուռը բաց է այսօր քո համար թանկագինս։ Հիմա չլինի թե հանկարծ ինչպես Իսրայելը մերժեց, այդպես եւ մենք մերժենք։ Հովանու ավետարանում կարդում ենք առաջին գլուխ 10-11 համարները, նաեւ 12-ը կարդանք։ Ասում է ինքը աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով եղավ, բայց աշխարհը նրան չճանաչեց։ Հիսուսի մասին է խոսում։ Իրեններուն եկավ, սակայն իրենները զինք չընդունեցին։ Մենք տեսնում ենք մարգարեության իրականացումը, իրեններն ովքեր էին։ Մշակներն էին, այգու մշակներն էին կամ իր ժողովուրդն էր։ Իրենները ասում է իրեն չընդունեցին, բայց 12-ն ասում է, բայց որոնք որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանց, որոնք որ կհավատան իր անվանը։ Քույրեր, եղբայրներ ջան, մարգարեությունը իրականացավ, իրոք որ Աստծո ժողովուրդը մերժեց։ Մեր կարդացած սկզբնահամարում ասում է քահանայապետները կամ փարիսեցիները փնտրում էին, թե ոնց Հիսուսին սպանեն, ոնց այդ առակը լսելուց հետո փոխարեն որոշումներ կայացնեն իրենց մեջ, հասկանային, որ ասեն, ախր ճիշտ է, էլի գրված է, ես չլինեմ այդ մերժողը, ես չլինեմ այդ անարգողը, այդ անկյունակարը անարգողը չլինեմ ես, ընդհակառակը ավելի բորբոքված, ավելի բարկացած մտածում էին ոնց փնտրեն, ոնց բռնեն իրեն եւ ոնց կործանեն իրեն։ Այսպես հակառակության հոգի գոյություն ունի։ Բայց ցավոք սրտի այդ հակառակության հոգին գոյություն ունի նաև շատ քրիստոնյաների մեջ, անունով քրիստոնյաների մեջ, որոնց համար այդ փրկության դուռը բաց է այսօր։ Բայց արդյոք մենք ներս ենք մտնում այդ դռնից, արդյոք հավատում ենք նրան, արդյոք ընդունում ենք նրան, արդյոք այդ արոտը գտնում ենք, այդ կյանք տվող խոսքերը փնտրում ենք մենք Քրիստոս Հիսուսում։ Չլինի թե մենք էլ հանկարծ Իսրայելի նման մերժենք, որովհետև եթե Աստված բնական ճյուղերը չխնայեց ու կտրեց, մենք որ պատվաստված ճյուղ ենք, մեզ պետք է խնայի։ Եթե Աստված հրեշտակներին չխնայեց, կործանեց, մեզ պետք է խնայի։ Մեկ փրկություն կա, միջոց կա, եւ այդ փրկության միջոցը Քրիստոս Հիսուսն է, եւ հավատացողը կյանք ու փրկություն ունի։ Եվ վերջացնեմ այս համարը եւս կարդալով ձեզ համար Եփեսացիս 2-րդ գլուխ 19-ից 22 համարները։ Պողոս առաքյալն ասում է. Ուրեմն ասկե հետո դուք օտար ու պանդուխտ չեք, հապա սուրբերուն, քաղաքակիցները եւ Աստծո ընտանիքը։ Լսեք, առաքյալների եւ մարգարեների հիման վրա շինված, որուն անկյունին գլուխը Քրիստոս Հիսուսն է։ Այն անկյունի գլուխը, որը որ անկյունակարը, որը անարգեցին, մերժեցին, այն դարձավ անկյունագլուխը Տիրոջը եկեղեցու, որը հիմնված է առաքյալների եւ մարգարեների վրա։ Մարգարեների ներկայությունը եւ առաքյալների ներկայությունը ալակերպության լեռան վրա խոսում էր այդ միասնության, հին ուխտի եւ նոր ուխտի միասնության մասին, որ շարունակականությունն է սա եւ Քրիստոսն էր նրանց կենտրոնում, որը պիտի դառնար անկյունակարը նոր սերունդի, որը Պողոս առաքյալը կոչում է, ասում է, մենք դուք օտար եւ պանդուխ չեք այլևս, հապա սուրբերի քաղաքակիցները եւ Աստծո ընտանիքը, սուրբերի քաղաքակիցները, այն սուրբերը, որոնք որ լեռան վրա հայտնվեցին, այն քաղաքացիությունը, որ իրանք ունեն, դուք էլ ունեք թանկագիններս, որովհետև նրանց հավատը կառուցված էր այս անկյունակարի վրա, որ էր Հիսուս Քրիստոս։ Մեր հավատքը, նրանք անցյալում էին կառուցել իրենց հավատը ապագայում եղող Քրիստոս Հիսուսի վրա, որպես անկյունակար։ Մենք էլ ապագայից մեր հավատը կառուցում ենք անցյալում եղող այդ անկյունակարի վրա։
Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ մենք դառնում ենք Տիրոջը ընտանիքը, լինի 5 կտակարանյան սուրբերը, լինի նոր կտակարանյան սուրբերը։ Դու, ես, եթե մեր հավատը կառուցած է նրա վրա, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաճի սուրբ տաճար կլինի Տիրոջմով։ Այն տաճարը քանդվեց, Աստված մի նոր սուրբ տաճար կառուցեց, որով դուք էլ մեկտեղ կշինվեք Աստծո բնակարան լինելու Սուրբ Հոգիով, օրհնյալ լինի Տերը։ Ուստի, երբ որ Տիրոջը հոգու ձայնը լսում եք, երբ որ Սուրբ Հոգին գործում է ձեր սրտերի մեջ, մի մերժեք, թանկագիններս։ Ձեր հույսը, հավատը այս երկրավոր բաների վրա մի դրեք, այս ամեն ինչ անցնելու է։ Տիրոջը տաճարը մնալու է։ Աստծո տաճարը, որի հիմնակարը եղավ Հիսուս Քրիստոսը, 2000 տարի աշխարհիս վրա կա։ Գիտեք ինչ թշնամիներ ելան։ Ինչ թշնամիներ ելան, որպեսզի կործանեն այն։ Հրեաները փորձեցին կործանել։ Հռոմեացիները փորձեցին կործանել։ Մուսուլմանները եկան, նրանք փորձեցին կործանել։ Տարբեր իշխանավորներ, տարբեր իշխանություններ, կեղծ քրիստոնյաները, տարբեր եկեղեցական անվանումներով, որ դարերով իշխել են, փորձեցին կործանել հավատքը։ Սովետական իշխանությունը փորձեց կործանել, բոլշևիկյան իշխանությունը փորձեց կործանել։ Նյութապաշտ հաջորդիվ իշխանությունները փորձեցին կործանել, ճշմարիտ հավատքը աղանդ կոչելով, կեղծիքն ու սուտը ճշմարտություն կոչելով։ Բայց Տիրոջը եկեղեցին հաստատուն է առ այսօր, ու այն հաստատուն է լինելու մինչև Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, որովհետև նրա հիմնակարը Քրիստոս Հիսուսն է։ Թեև անարգված ու մերժված շինողների կողմից, սակայն այն հիմնակարն է Աստծո կողմից հաստատված, որպես միակ ճշմարիտ հիմքը քո հավիտենական կյանքի համար։ Եվ այդ դուռն է Հիսուսը։ Ներս մտիր այդ դռնից, հավատքիդ խարիսխը գցիր այդ ճշմարտության մեջ եւ կյանքդ կառուցիր այդ քարի վրա, ու դու էլ կնես հաստատուն հավիտենական։ Բայց եթե մերժես, ինչպես Աստված մերժեց Իսրայելը, այդպես էլ մերժելու է նաեւ քեզ։ Մի մերժիր թանկագինս, այն բաց դուռը, որ կա քո առաջ, մի անարգիր, մի մերժիր։ Գնահատիր Աստծո ողորմությունը ինձ եւ քեզ տրված, քո զավակների համար տրված Աստծո ողորմությունը գնահատիր թանկագինս։ Այսքանն էր այսօրվա պատգամը, թող ավելին Սուրբ Հոգին խոսի մեր սրտերին իր փառքի համար։ Ամեն։ Ոտքի կանգնենք։ Թանկագին ու պաշտելի մեր երկնավոր Սուրբ Հայր, երկրպագություն ու փառաբանություն ենք մատուցում քո Սուրբ գայինով, Տեր, ու քո աստվածային իմաստությամբ եւ քո նախախնամությամբ, ով Տեր, մի նոր դուռ փրկության բացեցիր մեզ համար, ինչպես Նոյի օրերում փրկության դուռ բացեցիր, ով Տեր, բայց ցավոք սրտի շատերը անհավատությամբ ներս չմտան, ողորմած եղիր, ով Տեր, որպես այդ փրկության դուռը այսօր քանի դեռ բաց է, շատերը հավատքով ներս մտնեն եւ չմերժեն Քրիստոս Հիսուսը, որն է կյանքի դուռը։ Իսրայելը մերժեց ու կործանվեց։ Այսօր շնորհ է, որպեսզի մենք չմերժենք, Հայր, այլ նա դառնա մեր կյանքի անկյունակարը, եկեղեցու անկյունակարը, ու մենք էլ որպես կենթանի քարեր շինվենք այս տաճարի վրա, որի հիմքը Քրիստոսն է, որը հաստատուն պիտի մնա կյանքի եւ աշխարհիս տարատեսակ, ամեն տեսակ փորձությունների ու փոթորիկների ժամանակ, միջև այն երաների օրը, երբ պիտի հանդիպենք քեզ հետ մեր պաշտելի Հայր, Քրիստոս Հիսուսի ողորմության շնորհիվ։ Ողորմած Տեր, եթե մեր մեջ թերահավատներ կան, այցելիր, եթե հավատքի մեջ ընկածներ կան, ողորմիր, եթե անհավատներ կան, համոզիր, ով Տեր, շնորհ է, որ քո խոսքը ներթափանցի եւ ապաշխարությանդ հոգին թափիր մեր վրա, ով Տեր, առաջնորդիր ու փառավորվիր, հիմա ու միշտ ու հավիտյան դարերում։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։